կուսակցության ներկայացուցիչներին։ Բարձր դատան, ես ուզում եմ ուղղակի իմ կողմից չպատասխանված տվյալների ասել, եթե Եզրափակիչ խոսքում կաս։ Շնորհակալություն։ Պարոն Օրբելյան։ Մինչև հաջորդ ընդմիջումը, պարոն Օրբելյան, 40 րոպե ունենք, այս 40 րոպեն օգտագործեք այս ընթացքում, հետո կշարունակենք ընդմիջումից հետո։ Միանշանակ շնորհակալություն բարձր դատարան։ Մեր հարցերը հիմնականում լինելու են կենտրոնական ընտրական հանձնաժողովին, եթե դրանից հետո որևէ հարցադրումներ կմնան այլ մասնակիցներին, կանդրադառնանք։ Առաջին հարցը հետևյալն է, ուրեմն պատասխանողը երեկ իր դիրքորոշումը ներկայացնելու ժամանակ ասեց, ցիտում եմ. Այս այն իրողությունն է, որը ունենք, ես չեմ ասում, ես ընկալում եմ այդ հույզերը, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքը այդպիսին է, թվային արտահայտությունը այդպիսին է եւ սա է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքը։ Առաջին հարցը, որ ուզում եմ տամ, ուզում եմ հասկանամ ոնց են պարզել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքը։ Ինչ ընթացակարգով։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ինձ կամքը արտահայտել են ընտրական տեղամասերում, ստանալով քվեաթերթիկ եւ սահմանված ընթացակարգով իրենց քվեն արձանագրվել է համապատասխան տեղամասային հանձնաժողովների։ Շատ լավ, ուզում եմ ճշտել, որ դա քվեարկության արդյունքների մասին էր։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, երբ որ քվեարկել են, ուշ են քվեարկել, շուտ են քվեարկել, ոնց են քվեարկել, բայց երբ որ քվեարկել են քվեաթերթիկներով, ԲՀԿ-ի մասով, ինչ կամք են արտահայտել, այդ որ քվեարկության այդ խցիկներում արկա քվեաթերթիկներով են քաշվում, չեմ ասում արձանագրությունում, 4%-ը գերազանցում է ԲՀԿ-ն, թե չէ։ Ես պասում եմ, Կոնկրետ քաղաքական ուժերի վերաբերյալ ընտրողների կամքը արտահայտված է մեր ամբողջ արձանագրությունում, որտեղ արդյունքները ներառված են։ Ես նորից հարցս տամ, եթե մենք հաշվում ենք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, ովքեր քվեարկել են, այսինքն ուշ են քվեարկել, անվավեր տեղամասում են քվեարկել է մի տեղամասում, որտեղ չի եղել ինչ-որ մեկի բյուլետենը, որը պետք է լիներ, այդ բոլոր քաղաքացիները, ովքեր քվեարկել են, չեմ ասում դա պետք է լինի վերջնական կամքը, բարձր դատարանը կգնահատի դա է վերջնական կամքը, թե դուք եք ճիշտ գնահատել։ Հիմա այդ բոլոր քաղաքացիների մեջ 4%-ից ավելն է գտնում, որ ԲՀԿ-ն պետք է անցնել պարլամենտ, թե չէ։ Պարոն Օրբելյան, պարզ հարց է։ Ընտրական օրենսգիրքը ունի ընտրությունների ամփոփման կարգ։ Այդ կարգով ամփոփվել են ընտրությունները եւ հրապարակված է արձանագրություն։ Այսինքն չի կարող գոյություն ունենալ այլ թիվ, որովհետեւ ընտրական օրենսգիրքը ինչ որ պահանջում է, դա է արված։ Այսինքն այն արձանագրությունը, որ կա, դա միակ օրինական տվյալն է։ Չգիտեմ դուք ինչ տվյալ եք ուզում, ես ասում եմ, այն ինչ ունենք արձանագրությունում, դա են թվերը։ Պարոն Ավագիմյան, մենք այս վարույթում գտնում ենք, որ դուք ապօրինի գործ եք արել, դրա համար ենք դատարանում։ Այսինքն դատարանը վերջում որոշելու է, ճիշտ եք արել, թե սխալ։ Հիմա եթե իմ բոլոր հարցերին ասելու եք, ես արձանագրել եմ, դա է ճիշտ է։ Մեր հարցերը դառնում են առարկայազուրկ։ Հիմա դրա համար մենք պետք է փորձենք հասկանանք ձեր կողմից այդ քվեարկության արդյունքների իմի բերման գործընթացը ինչքանով է եղել ամբողջական, ինչքանով է եղել վերահսկելի բաներ, quality assurance-ի, հաստ որակի ստուգման տեսակետից, ինչքանով է հավաստի, որ վերջում հասկանանք ձեր պնդումը, որ այս արձանագրության մեջ ես ունեմ եզրահանգում, ճիշտ է թե ոչ, դրա համար կրկնում եմ հարցս։ Եթե ոչ մի տեղամասում անվավեր չճանաչվեր քվեարկության արդյունքները եւ հաշվենք թվերը, չեմ ասում դա պետք է արձանագրենք թե չէ, ընդհանրապես թվաբանություն ենք հաշվում, ԲՀԿ-ն 4% հավաքում էր թե ոչ։ Պարոն Օրբելյան, մենք իրավիճակը գնահատել ենք այնպես ինչ ունենք։ Այն իրողությունը, որ ունենք, ես չեմ կարող ենթադրություններով Կարծիք չեմ հարցնում, թիվ եմ հարցնում, չեմ ասում, ճիշտ է, պարոն Օրբելյան, մենք ունենք 3 տեղամաս, որտեղ որ անվավեր ճանաչվելու արդյունքում
բոլոր ձայները ըստ ընտրական օրենսգիրքի 0 անվել։ Լավ, խնդրեմ, սա ուրեմն բոլորին ներկայացնեմ, սա էլեկտրոնային քվեարկության արդյունքներն է։ Խնդրեմ, մի օրինակ ձեզ եմ տալիս։ Կա, կայքում հրապարակվածն է, ուղղակի մեծ եմ տպել, որ լավ երևա։ Բոլորին լավ երևա, սա ինչա որ դուք արձանագրել եք ձեր կայքում։ Հիմա ինձ կբացատրեք լավ երևա ասելով նկատի Մեծ ունեմ։ է, էլի։ Դատարանին երևա մեծ չի երևում, պարոն։ բարձր դատարան, եթե թույլ կտակ ձեր համար ուղղակի ունեմ եկից ավել օրինակ։ Ես Շատ եք բերել եք մեծից, հա։ մեծ էլ ունենք, փոքր էլ։ Եթե կարծում եք, որ պետք է մենք էլ նայենք, Խնդրեմ, հեսա փոքր օրինակներն էլ տան, որ հարմար լինի։ Ուղղակի մեզ կարող եք փոքր տալ սերանին դնելու համար։ տպել եմ շատ, բայց ոնց որ բավարար շատ չեմ տպել, մտածում եք երևա։ Ես ներեցի։ Հա, որովհետեւ շնորհակալություն։ Հիմա Պարոն Ավագիմյան, մենք զուտ հերթով մեր ամենակարևոր խնդիրներից մեկը հիմա փորձում ենք հաշվարկները հասկանալ, էլի կոնցեպտուալ, որ ընտրությունները կեղծված են թե չէ, որովհետեւ որ հարցեր ենք տալիս քննչական կոմիտեն քրեադատավարական դաշտով է գնահատում ամեն ինչ։ Չի գնահատում, դեռ հետո վերջում կանդրադառնանք, եթե կարիք լինի։ Հիմա մենք ուզում ենք հասկանանք հաշվարկը ոնց է լինում։ Որ խնդրեմ, կբացատրեք ոնց է տեղի ունենում, բոլորս իմանանք ոնց է տեղի ունենում քվեարկություն էլեկտրոնային եղանակով։ Ինչ-որ ձեռագիր բան կա, թե ամբողջ համակարգչային է, էլի զուտ այդ հասկանալու համար։ Նայեք, կա կենտրոնական ընտրական հանձնաժողովի 36-ն որոշումը, եթե չեմ սխալվում, չհասցրեցի նայել, այդ սահմանված ընթացակարգով է լինում, ձեռքով այնտեղ բան կա, էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեցող անձանց տրամադրվում է ծածկագիր, որով պետք է իրանք համակարգ մուտք գործեն, ծածկագիրը հավաքելուց հետո պետք է փոխեն իրենց անձնական ծածկագիրը դնեն, հետո նրանից հետո պետք է իրենց քվեարկությունը իրականացնեն, քվեարկությունը իրականացնելու համար նաև ուղեցույց է տրամադրվում այդ ընտրողներին եւ սահմանված կարգի համաձայն հաշվարկվում է վերջին քվեարկությունը, որ էլեկտրոնային եղանակով իրականացվում է։ Այսինքն կարա փոխվի։ Էլեկտրոնային եղանակով քվեարկողը մինչև քվեարկության էլեկտրոնային եղանակով սահմանված քվեարկության ավարտը ինքը կարող է փոխվել։ Բայց եթե փոխվում է, դա էլի համարվում է վավեր, նորմալ քվեարկություն։ Ինքը պետք է դա հաստատել, այդ վերջի հաստատած քվեն է, որ Հա, այսինքն եթե փոխեց, սկզբում ընտրել էի մի կուսակցության, հետո պաշտպանեցի բաժանմեկին, Հա։ Իսկ էս ոնց է ստացվել, թուղթ չկա, չէ, որ թղթի վրա չեն նշում, տրարի մեջ չեն դնում։ անվավերը, Ամբողջությամբ էլեկտրոնային է, չէ։ այո։ Ոնց է 22 հատ անվավեր դարել։ Այսինքն կոմպյուտերով բացել եմ, սեղմել եմ, օքեյ տվել եմ։ Այ ոնց է անվավեր դարել։ 22 հատ։ Չեն հաշել, ոչ մեկին չեն նշել։ Այսինքն սկսել են գործընթացը, լավ։ Մի հատ էլ փոքր հարց տամ, որ խնդրեմ, եթե ձեր մոտ համակարգիչ կա, այս թվերը կգումարեք իրար։ Համակարգիչ կա, բայց 1 8 330 1 1 4 5 13 3 5 13 5 22 հատ էլ անվավեր։ Առաջ անցնելով ասեմ, դառնում է 411։ այո։ Սա համակարգչային եղանակով արվել, սա ձեռով չի, սա համակարգչային եղանակով արված process է։ Նորից սա գումարել եմ, ընդ որում փորձել եմ մի հատ կալկուլյատորով, մի հատ հեռախոսի վրայի կալկուլյատորով, մի հատ էլ Excel-ով, մի հատ էլ Google Sheets-ով եմ հաշվել։ Բոլոր դեպքերում 411 է եկել։ Ուզում եմ հասկանամ ոնց է ստացվել որ։ Պարոն Հովակիմյանը հիմա գումարում է հեսա վերջացնում։ Հա։ Կարող է սխալ եմ հաշվել։ Մերը ուրիշ։ Հիմա խանգարում եք պարոն Հովակիմյանին, որ հաշվի։ Ես կամ զանգեմ ուղարկեմ, իմ մոտ PDF-ն է չկա։ Քանի որ PDF տարբերակն է։ Հա, նայեք, ես այս հարցը կարևոր է, որովհետև եթե համակարգչային հաշվարկն սխալ գալիս, մնացածը հասկանանք, էլի ոնց ենք հաշվել, որտեղ հեսա շարունակությունն եմ գալու։ Եթե կհամաձայնվեն, հասկանանք խի սխալ դուրս եկել։
Ոնց է էլեկտրոնային համակարգով հաշվարկում, 410 հոգի քվեարկում, բայց 411 բան ստացվում, արդյունք ստացվում, էլի երբ որ գումարում ենք իրար։ Ես լավ։ Սա բերեք մի քիչ ես ընդմիջում ենք ունենալու, այս ընդմիջման ժամանակ մի հատ կհաշվենք, հետ կգանք նորից, հիմա հաջորդ հարցին անդրադառնամ։ Ես ճիշտ եմ հասկանում, որ ամփոփումները ամփոփվել է արձանագրությունը վերջնական կազմվել է, հիմք ընդունելով ճիշտ եմ հասկանում, որ ամփոփվել են արդյունքները, հիմք ընդունելով կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում արկա ֆայլը, որը ըստ էության ոնց որ սկզբում նախնականն է եղել, հետո վերջնականը մի հատ Excel մեծ ֆայլ է, որի մեջ կա նաև 410-ը, որը գումարում ենք 411-ը, մնացած թվերը, ճիշտ եմ հասկանում, այդ դա այն ներքևում սամարին վերցրվել եւ իմի աբերվել։ Դա արդեն իսկ ճշտված, շտկված, ամբողջական հաշվարկված, ոնց որ սանրված, այսպես ասենք ֆայլն է, ճիշտ եմ հասկանում։ Շատ լավ։ Հիմա որ խնդրեմ, եթե ձեր մոտ բաց է այդ ֆայլը եւ եթե կարող եք բացել, եթե դժվար չի, որովհետեւ էլի հաշվարկի հետ կապված խնդիրներ պետք է մի քիչ բարձրաձայնեն, որ հասկանանք։ Ինչ կհուշեք, օրինակ 11-8 ընտրատեղամասում, քանի կողմ եւ անվավեր քվեաթերթիկ կա։ Գումարային։ Եթե Excel-ը բացա, ուղղակի ընդգծեք ներքևում ցույց կտա։ Բաց չի, անցեք ձեր հաջորդ հարցին մինչև կգտնեք։ Դե մի քանի հարց ուղղակի այդ աղյուսակով խնդրեմ դա բացեք, որ դրանով Ըստ բարձր դատարան այդ աղյուսակ, բայց արձանագրություններն են, եթե այս իրավիճակն է, պետք է լինեն տեղամասային հանձնաժողովների համապատասխան արձանագրությունները։ Հիմքը եղել են արձանագրությունները։ Դրանց էլ եմ անդրադառնալու։ Հիմա աղյուսակը բացենք, ես տեսնեմ, դա է հիմք ընդունվել։ Արձանագրությունն է հիմք ընդունվել։ Բարձր դատարան, ես նոր հարց տվեցի, ստացա հարցի շատ հստակ պատասխան։ Կասեցիք ձեր մոտի եղած էլեկտրոնային քվեարկության արձանագրությունն է հիմք ընդունվել։ Ասենք այո, որտեղ դա ստորագրված տարբերակ։ Բարձր դատարան, խնդրում եմ արձանագրությունը բացենք, նա ինքը շատ դու կամ խնդրենք գործընկեր։ Ես ուզում եմ հասկանամ արձանագրությունը բացելն է պրոբլեմ, ինչն է պրոբլեմ։ Ոչ, նայեք, եթե պետք է ըստ տեղամասերի թվեր քննարկվի եւ այստեղ դրանց վերաբերյալ ինչ որ ստուգումներ, ուղումներ իրականացվի, ուրեմն պետք է մեր ձեռքի տակ լինեն բոլոր 2005 տեղամասերի քվեարկության արդյունքների արձանագրությունը։ Ու հաշվի առնելով, որ ըստ էության ոչ թե վեճ է, այլ Բացատրեմ։ որոշման իրավաչափության հարցն է, մենք այդ փաստաթղթերը մեզ հետ չունենք։ Եթե բարձր դատարան գտնում է, որ պետքա դա լինի, մեզ պետք է տակ ժամանակ դրանք ունենալու համար։ Բարձր դատարան հարցը բացատրեմ։ Ուրեմն նայեք, ցանկացած գործընթաց, որը ենթադրում է տվյալների մշակում, ցանկացած, դա կլինի մեր գրասենյակում բազմաթիվ հայցեր գրել, դա կլինի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրության արդյունքների իմի բերել, դա կլինի ցանկացած համակարգչային գրասում, ինչ որ միտեղ ինչ որ տվյալներ հավաքել, դա կլինի ոստիկանության քննչական ծառայության կամ դատախազության ստատիստիկա գոյություն ունի որակի վերահսկողության գործիքակազմ։ Ցանկացած գործիքակազմ, որը մենք իրականացնում ենք, հաշվում է աղյուսակ լցրեցինք, հավաքեցինք այդ տվյալները։ Այդքան էլ ճիշտ, որպեսզի մենք համոզված լինենք, որ այդ տվյալները ճիշտ են, մենք գնահատում ենք, արդյոք մեր ընթացակարգերը այնպիսին են, որը հնարավորություն է տալիս ճիշտ տվյալներ հավաքել։ Այդքան էլ ճիշտ, Տիկին Սաֆարյան։ Հիմա մեր գործընկերներին շատ բարձ հարց եմ տվել, ասել եմ ու համադրել եմ իրականում այդ թվերն են։ Կա մի հատ Excel աղյուսակ, որը Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում ազգային ժողովի ընտրություններ 26 թվական բաժնի ներքո կոչվում է ընտրությունների արդյունքները ըստ մարզերի կամ ըստ ընտրատարածքների, որը երբ որ բացում ենք, մի հատ մեծ աղյուսակ կա, որի մեջ ամբողջական տվյալներն են, եւ որի ներքևի տողը, որ այս վերևի ամբողջ թվերի գումարն է, արձանագրված է այն արձանագրության մեջ, որտեղ վերջնական թվերն են։ Այ մի հատ արձանագրություն ունենք, մեջը թվերն են։ Ընդ որում այդ 3 ընտրատեղամասերը, որտեղ անվավեր են ճանաչվել, թվերը 0 են, ամբողջական լցված է։ Հիմա ես ուզում եմ հասկանամ որակի վերահսկողության գործիքները, պարզ 3 գործողություն եմ արել, 3 հարց եմ տալու, դրանից հետո ես թվեր չեմ ստուգում, ուղղակի ուզում եմ ցույց տամ, ինչպիսի խնդիրներ կան այդ աղյուսակի մեջ ու հասկանանք ոնց են այդ դեպքերում անդրադարձել գործընկերները։ Հարցը դրա վերաբերյալ է, եթե դժվար չի, բացեք մի հատ նայենք։
Կարամ ասեմ էլ ինչ թվեր են, բայց որպեսզի ես չասեմ դուք արձանագրեք, որ ճիշտ կլինի որ դուք հենց հարց ձևակերպեք, ոչ թե ասեք բացեք, նայեք, այլ ձեր հարցը մի անգամից ձևակերպեք, սպասենք իրենց պատասխանին։ Բարձր դատարան իմ հարցը հետևյալն էր 11-8 ընտրատեղամասում ըստ տեսահյուսակի, չեմ ասում դա ճիշտ է կամ սխալ է, ըստ տեսահյուսակի կողմ եւ անվավեր քվեաթերթիկների գումարը ինչքան է կազմում։ 11-8, կարող է 21-1, կարող եք 21-2, կարող եք 1-20, էական չի։ Այսինքն բոլորը, որը բանի մեջ է եղել, էլի, այդ քվեատուփի մեջ է եղել, անվավեր եւ կողմ։ Բոլոր կողմերը, եթե գումարեն բոլոր անվավերները, ենթադրվում է, որ քվեատուփի մեջ կողմ քվեաթերթիկները անվավերին չեն գումարում, չունենք։ Հիմա ուղղակի գումարենք, ասենք ինչքան է։ Մեր մաթեմատիկական գիտելիքներն է։ Չէ, Տիկնովակյան, բարձ հարց եմ տալիս, քվեատուփի մեջ ինչքան բյուլետեն է լինում, բոլոր կողմերը գումարած անվավերները, չէ, ուրիշ բան չի լինում դրա մեջ։ Չէ, լինում է որ քվեաթերթիկ չի լինում, դատակ ծրար է լինում։ Հա, եթե քվեաթերթիկը մտել է քվեատուփի մեջ, մտել է։ Իրանց գումարը։ Ուրեմն հա, եթե չի մտել, հասկացանք, եթե մտել է քվեատուփի մեջ կամ կողմ ա եղել կամ անվավեր, չէ, ուրիշ ձև չի կարող լինի։ Ձեր հարց տալու ժամ։ 11-ի Ասեք հաթաթ գումարենք։ 11-ի 8, հա։ Այո, ես ինչքան պետքա կսպասեմ իմ ժամանակի հաշվին է, բայց կարևոր գործողությունն է։ Մի հատ անենք, ես մնացածը հետո կասեմ արդեն ինչ թվեր են ստացվում։ 269 հատ տարբերություն եմ էլի ճիշտ տալիս ուղղակի։ Հեսա կողմը սկսում աստեղից։ Բայց դուք 3 օր աշխատել եք, ուզում եք մենք 3 օր։ $1070 չէ գալիս ոնց որ։ Տասնմեկ 8-ն է ասում հա։ Ընդգծեք բոլորը միասին, ներքևի աչանկյունում տալու ասում ամեն ինչքան, առանց ոչ մի գործողություն Միշտ ապեք։ Օգնեմ։ Ես Պետք պայմանավորվենք լավ, 3 հատ էլ հարց տամ, ընդմիջման ժամանակ եթե հնարավոր է գումարեք, ես ընդմիջումից հետո դրան անդրադառնամ։ 11-ի 8, 21-ի 1, 21-ի 2, 1-ի 20, Ոյ 4 հատը հերիք է, ես հետո կասեմ մնացածը բոլում առաջանում։ Հիմա մի հատ Պարոն ներողություն, պարոն։ Հա 11-ի 8, 21-ի 1, 21-ի 2, 1-20 Ես 4 հատը ստուգենք, հետո ամբողջ ցուցակը կասեմ, եթե կցանկանան առարկեն գնանք առաջ։ Լավ։ Մի հատ որ խնդրեմ։ Իմի բերված աղյուսակում 20-42 ընտրատեղամասով կասեք Բարգավաճ Հայաստանը ըստ դեր աղյուսակի ինչքան ձայն է հավաքել։ Ուղղակի հիշեցման կարգով ասեմ 20-42-ում վերահաշվարկ չի եղել։ Կեն մյուսներում։ Այն մյուսները ես որ ասում եմ, սա վերջնական աղյուսակն է, ուղղակի ուզում եմ ցույց տամ, որ սա առաջնային արձանագրությունն է, որ հարց չառաջանա, էլի կարող է վերահաշվարկ ա եղել, որ փոփոխություն ա եղել։ Այն մյուսները հենց իրենց աղյուսակի մեջ է հակասությունները, դրա համար եմ ցույց տալիս։ Եթե դժվար չի 20-42 ընտրատեղամասում Բարգավաճ Հայաստանը ինչքան ձայն է հավաքել։ Ես ուղղակի շատ արագ, որտեվ մենք հենց համարյա նոն-ստոպ ռեժիմով ենք դատական նյութերի, ինչ որ հասցրել եմ, այդ եմ ցույց տալիս, որ երևա ինչ աստիճանի է խախտումների քանակը։ Խնդրեմ։ Չի բացում թե։ Լավ, ուղղակի առաջանցնելով ես մեկ ասեմ, աղյուսակում լրացված է Բարգավաճ Հայաստան 115 Արձանագրության մեջ 117 Մեզ տամի օրինակ ձեզ Բոլորը սա է ստորագրել
արձանագրել եւ քաղաքացիներն հրապարակված կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթերում սրանք են։ Նույնը վերաբերվում է 2534-ում, որտեղ գրված է աղյուսակում 0, այստեղ գրված է 1, բոլոր անդամները ստորագրել են։ Ուզում են հիմքան դա համարեն, չհամարեն, հրապարակված փաստաթուղթը միայն սա է, ինչի է սա հրապարակվել, որովհետեւ համարվել է, որ սրա միջոցով կարող ենք հետևել ճշտությանը։ Կխնդրեմ եմ մնացածը հաշվենք, հիմա միջև եմ մնացածին անդրադառնալը վերադառնանք մեր երկու ընտրատեղամասերի քվեարկությանը։ Ես ուզում եմ պարոն Արբելյան ջան հասկանամ, դուք ասում եք ու անցնում եք, մեզ հարց տալիս Դուք եք։ հարցը տալիս եք, դուք չեք կարողանում բացեք, Չէ, դուք ասում եք մի հատ բացեք, գումարեք, դա հարցը։ Հարգել լատան, ես իմ հարցը ասում եմ հաջորդ հարցը։ Ես բազաբան եմ, իմ տպարությունը, պարոն Արբելյան, կներեք, այն ինչ որ վերաբերում է հաշվարկին 4 կամ 5 արձանագրությունների հետ կապված դա պիշմանը գտնենք, այդ արձանագրությունները բացենք, բանենք հետո հարցերի ժամանակ կշանակում, որովհետև սրանով չի ավարտվում պարոն Արբելյանի այս նիստի շրջանակներում, հետո շարունակելու է։ Հիմա այլ հարց է տալիս։ Հիմա ասում ենք այլ հարց։ Բայց կներեք մեծարգուն նախագահ, նայեք, ներկայացվեց ինչ որ թուղթ ցույց տվեց, հանրությունը մեզ հետևում է, որ այս է հիմքը, կարելի է կենտրոնական ընտրական հանձնաժողովը գոնե արձագանքի, որ դա ընտրական օրենսգրքի պահանջն է, որ պետք է տեղամասի քաղվածքները 36 ժամվա ընթացքում հրապարակվեն։ Հիմքը արձանագրություններն են եւ դրանից հետո այդ արձանագրություններում կատարված վերահաշվարկի արդյունքները։ Բարձր դատարան ըստ էության հետևյալն է՝ միակ հրապարակված փաստաթուղթը, որը ժողովրդին հասանելի է եւ որի տակ առկա է հանձնաժողովի նախագահի եւ քարտուղարի ստորագրությունը, որի մեջ արձանագրված են թվերը, որը ամբողջությամբ սկանավորված է եւ հրապարակված է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում, որի միջոցով հնարավոր է ստուգել կամ չստուգել, ճիշտ կամ սխալ լինել։ Դա ամսի քանիսի։ Սա հունիսի 7-ին 7-ին չի սկանավորվել 2 օր հետո հրապարակվել է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընտրություններ 26 բաժնում, երբ որ բացում ենք այդ բաժինը, այնտեղ կա փաստաթղթեր։ Այնտեղ Հարգելիներս, մի խանգարեք։ Այնտեղ կա համապատասխանաբար այս արձանագրությունները, ամբողջությամբ սկանավորված ներողություն քաղվածքները, ուրիշ բան չկա, արձանագրությունը սկանավորված չի։ Սա է սկանավորված, որը հիմք է տալիս ստուգել, որովհետև եթե սա չի, ես չգիտեմ ուրիշ ինչն է, որովհետև հանձնաժողովի անդամները ստորագրել են, հրապարակել են եւ մնացած հաշվարկները եղել է սրանով։ Ընդ որում, դες ավելին ասեմ, մենք հենց այդ խախտումները, որ առաջ են եկել, որ հակասություններ են առաջացել, հենց սրանցով ենք տեսել, որ դիմել ենք, որ պարոն Հովակիմյանն էլ ասես մի 4 տեղա տարբերություններն ընդամենը, բայց 4 չէ, 5-ը կա, 6-ը կա, 7-ը կա, դրանց արձանագրությունները։ Մենամոր պարզ է։ Պարզաբանի խնդրեմ։ Պարոն Օրբելյան, կիմնելյանից կարող եք հարցնել, թե ճշգրիտ ձևը ոնց է։ Քվեարկության հաջորդ օրը ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը դիմելը, որ խնդրում է արձանագրությունների պատճեններն խնդրել։ Մենք փորձել ենք ապահովել տպարանը օրինակ, որ պատճենը անում, տիկիններ օրինակ հաստատի, որ կա անդամներով, որպեսզի վերջնական արձանագրությունը ոչ թե քաղվածքները, այն որ դուք, որտեղ այսինքն ծանոթանալ այն փաստաթղթի հետ, որը որ հիմք է ընդունվում ընտրությունների արդյունքների ամփոփման համար, որտեղ քաղվածքը չի հիմք ընդունվում, այնինչ հրապարակվում է, քաղվածքը դա հանրության իրազեկման համար է, այո, եւ այդ նպատակով, բայց ընտրության արդյունքների նպատակով օգտագործում է արձանագրություն եւ արձանագրությունները հնարավորություն չունենալով պատճենելու ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը արձանագրություն, եթե չեմ սխալվում, լուսանկարիչ է այդ այսինքն էլեկտրոնային տարբերակով իրենք բոլորը կրկնօրինակել տարել։ Շատ լավ են արել ուժեղ Հայաստանը։ Ես ձեզ ընդամենը ասում եմ հետևյալը, օրենսդրությամբ կա հրապարակված փաստաթուղթ, ձեր երկու փաստաթղթերի միջև կա հակասություն, այդ հակասությունը փորձում ենք պարզաբանենք, հասկանանք որտեղից է առաջացել։ Ընդ որում սա ցույց է տալիս փաստաթղթի կազմման որակը, որովհետև ես ձեզ նշեցի 4 հատ տող, իրականում 50-ից ավել տող կա, որտեղ քվեաթերթիկում քվեարկղի մեջ է, որ գումարում եմ այդ թվերը։ Գումարի քանակը ավելի շատ է, քան մասնակիցների թիվը։ Ուղղակի, քան մասնակիցների թիվը, բայց ես հիմա դրան որպեսի անդրադառնամ, վերադառնամ հաջորդ հարցին, որտեղ այդ հաշվարկը որ կանեն, դրանից հետո կանդրադառնանք։ Հիմա նայեք, կարող եմ ճշտել 255 եւ 256 որոշումներով ընտրատարածքային հանձնաժողովի որ որոշումն է անվավեր ճանաչել հանձնաժողովը։ Պարոն Օրբելյան,
ԿՀ 255, 256, 54-55 Ну, 54-55-ները, այո, դուք ասիք կրկնեցի մեխանիկորեն, վիճարկվել են դատարանում, կա դրա վերաբերյալ դատական ակտ։ Ես հարց եմ տվել հարգել դատարան, ոչ թե չեն կարել, ուզում եմ ճշտեմ, որ որոշումներն անվավեր ճանաչել։ Չեմ ասում ինչ են կարել, դիմել ենք, չենք դիմել, չեմ ասում իրավաչափ չի, ասում եմ, որ որոշումներն անվավեր ճանաչել։ Համապատասխան ընտրատարածքային անվավեր չի ճանաչվել, ճիշտ, խնդրում եմ ճիշտ ներկայացրեք։ Վերանայվել են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները։ Որ։ Հիմա անգիր չեմ հիշում համարները։ Համարները չի։ Համարը չէ, ինչի մասին է եղել որոշումը։ Բա ո՞նց ասեմ, որ որոշումը։ Պիտի նայեմ, որ ասեմ, որոշումը։ Բավարար է դա։ Տամ։ Բացեք։ 10-51 Չէ։ Նայեցի՞ր։ Ասա չէ, սրտը տանեց։ Իսկ դեղա դրա, ներքևում չի չէ՞։ Չէ, ընտրատարածքի որ որոշումն է, որ գրանցամայցանով արձանագրություն են կազմել։ Որոշում։ Հիմա ասեք։ Հա, եթե դժվար չի, ասեք, որ որոշումն անվավեր ճանաչվել, ներողություն, վերանայվել 1048.1 հոդվածով։ Էսա։ Ինչ է։ Մեր համար շնորհակալություն շատ։ Ուզում եմ տեսնեմ, այնտեղ որոշում կա, ընտրությունների արդյունքները վավեր ճանաչելու, որը վերանայել եք։ Կամ ինչ որոշում եք վերանայել, էլի, որտեղ այնտեղ եղել է մի որոշում, խախտումները չեն ազդել արդյունքների վրա, դա վերանայել եք, այդտեղ հարց չունեմ։ Այ ուզում եմ հասկանամ, երբ որ անվավեր եք ճանաչել ընտրության արդյունքները, դա որ որոշման վերանայման արդյունքում եք անվավեր ճանաչել։ Պարոն Օրբելյան, վերանայվել են համապատասխան թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հունիսի 11-ի թիվ 8A որոշումը։ Ինչի մասին։ Որ խախտումները հանձնաժողովների գրանցամատյաններում գրառումների վերաբերյալ եւ եկեք հիշենք, որ ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ընտրությունների արդյունքներով որոշում չեն ընդունում։ Ընդունում են այս որոշումը։ Չէ, մի չեն ընդունում, այսինքն բա դուք որ որոշումն եք վերանայել անվավեր ճանաչել, էլի, այսինքն այն որ իրանք որոշում են ընդունել, որ խախտումները չեն ազդել ընտրության արդյունքների վրա կամ քվեարկության արդյունքների վրա, հասկացանք, դա վերանայեցիք, ասիք ունեցել են։ Բայց դրանից հետո որ ընտրության արդյունքներն եք անվավեր ճանաչել այդ երկու ընտրատեղամասում, պետք է ինչ-որ որոշման վերանայման արդյունքում գայիք, չէ՞, եզրահանգման։ Որտեղ 48-ի 1-ը ասում է դուք իրավունք ունեք վերանայել որոշումները։ Այո, դրա 48-ի 1-ի վերաբերյալ նաև վարչական դատարանի դիրքորոշումները կան երկու գործերով եւ քանի անգամ որ հարցնեք դրանից ոչ ընտրատարածքային հանձնաժողովի համարը ոչ էլ որոշման անվանումը չի փոխվելու։ Բարձր դատարան ներողություն։ Բարձր դատարան, այստեղ խնդիրը փոխվել չփոխվելու հարցը չի։ Այստեղ մենք 3 հատ կետ ենք բարձրացրել։ Ասում ենք անկախ վարչական դատարանի որոշումից սահմանադրական դատարանը որպես դատարան իրավունք ունի գնահատել 48.1 հոդվածի սահմանադրաիրավական բնույթը եւ նորովի գնահատել արդյոք դրա սահմանադրաիրավական բնույթի շրջանակներում իրավունք ունի կենտրոնական ընտրական հանձնաժողովը անվավեր ճանաչել առանձին վերցրված ընտրատարածքում, ընտրատեղամասում ընտրության արդյունքները։ Սա մեր բարձրացրած հարցերից մեկն էր։ Եվ դրա համար ես ուզում եմ հասկանալ իրենց մեկնաբանությամբ, որ որոշումն են վերանայել, որովհետև ըստ էության հղում են անում 48.1 հոդվածին, որ ասում է կարող է վերանայել որոշումները։ Պարզեցինք, որ վերանայել են այն որոշումը, որը ասել է արդյունքների վրա չի ազդում։ Հիմա մի հատ հետևյալ հարցը բարձր դատարան, եթե թույլ կտաք, Մենք ունեցել ենք իրավիճակային կենտրոն, որը որ բոլոր ահազանգերը, բոլոր մամուլում տեղ գտած այսպես խախտումների կամ որոնք որ պահանջում են արդեն ամփոփան թուլում իրավական գնահատական, կասկած չունենանք, որ այդ իրավական գնահատականը տրվելու է։ Իսկ ինչ վերաբերում կոնկրետ զինվորների հետ կապված խնդրին։ Խնդիրը եղել է իրողությունը այս, որ զինվորները, մեր զինվորները երկու տեղամասում դեռ, չգիտեմ, կես օրից կամ ավելի շուտ եկել են քվեարկության։ Տվյալ դեպքում մի հանձնաժողովը, մի պիտի խոստովանեմ, որ հանձնաժողովի մի զգալի մասը
Ես ներողություն եմ խնդրում տարիքի հետ կապված քննարկումա, որ տարիքով են մի քիչ առաջ գնամ այստեղ էլի, որտեվ հանձնաժողովի անդամների տեղամասենտրական հանձնաժողովն երբեմն ստիպված լինելով, որովհետև արտոնագիր ունեցող, այսինքն տեղամասենտրական հանձնաժողովի անդամ լինելու արտոնագիր ունեցող այլ տեխնացուներ չեն ունեցել։ Նշանակել են կոպիտասած ով իրենց ոնց որ կադրերում եղել է։ Բարձր դատարան, ես ըստ էության կարող եմ կրկնել միայն քրաթերթիկի տարիքը որն է։ քրաթերթիկները, ասում քրաթերթիկները դասավորել։ Ես կարծում եմ միաժամանակ երկու Հովակիմյանների խոսքը։ Եթե նայում ես ժամ պայեցին 3 րոպե էր տևում։ Հարցը լսենք նոր։ Զինվորները եկել են քվեարկության եւ ստեղծվել էր մի բան, որ արդեն 8-ին պակաս զինվորները դրան տեղամասի դրան դիմաց կանգնած են, այսինքն քան որ ասել են 15 կմտնեք ներս, դրան դիմաց կանգնած են։ Եվ տեղամասային ընտրական հանձնաժողով, ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ասում են ինչ անենք։ Զինվորները մտնում են ներս, այսինքն կամ պիտի մտնեն տեղամաս, եւ մենք ապահովում ենք իրենց քվեարկելու իրավունքը, կամ պիտի մեր զինվորների վրա տեղամասի դուռը կողպենք եւ ասենք տեղամասի դիմաց կանգնած։ Հիմա հարց։ Ընտրատեղամասի պատասխանատուները ձեզ երբ էին ասում, դուք բառացի ասցիք, տեղամասի պատասխանատուները ասում էին ինչ անենք, այդ ձեզ երբ են ասել։ Հետո էլի հարցեր ունեմ սրա հետ կապված, շատ կոնկրետ սպეციფიկ հարց է։ Պարոն Օրբելյան, տվյալ դեպքում, երբ որ ասում եմ ընտրատեղամասի պատասխանատուները ասում են, ես նկատի ունեմ ուղղակի օգտագործում այն խոսույթը, որը որ ընտրատարածքի նախագահի հետ ինձ է ներկայացել, այսինքն ես ընտրատեղամասի պատասխանատուների հետ չեմ խոսել, ուղղակի ընտրատարածքի նախագահը, երբ որ 8-ին պակաս զանգել է, ասել է, որ կան զինվորներ, ընտրողներ, որ կանգնած են դրսում։ Հասկացա։ Իմ արձագանքը կրկնում եմ եղել այն, որ ընտրական օրենսգիրքը ասում է, որ այն ընտրողները, ովքեր որ 20:00-ի դրությամբ կգտնվեն քվեարկության սենյակում, իրենք պիտի հնարավորություն ունենան քվեարկելու։ Մեծ խնդրեմ, վերցրեք սա այս ամենը հաստամ։ Ի բարձր դատարանի համար մեծ Այդ կարծում եք ձեր ինքնաբացարկի հետևանքներով 4 դատավոր էին քնել, որ 4 օրինակ։ Չէ, վերում եմ փոքրներն էլ։ Չէ, այդ դեպքում ինչի մեծ ու փոքր։ Մյուս հարցն առաջանում։ Փոքրը տվեք ինձ այո ուրեմն։ Այս մինուտներ, երկրորդ նյութներ տամ ու հարցը տամ։ Լավ հարցեր, իսկ երրորդ անձին եւ մյուս ներկայացուցիչներին չեք տալիս։ Դա էլ ուրիշ է։ Սա երկրորդն է, այո։ Հիմա որ խնդրեմ ուշադրություն կդարձնեք, ով է ահազանգել է զինվորների մասին։ Առաջին նյութը ուշադրության համար Իվետա Տոնոյանի հրապարակումն է 8:26 րոպե։ 8:26 րոպե։ Երկրորդը հրապարակումը Ազատության ամսի 7-ին, որտեղ գրված է, որ այս երկու խնդիրներն էլ կա, 10:09 հաջորդ օրն է հրապարակված։ Հիմա ինձ կբացատրեք, ով է ահազանգել այս հարցը ձեզ, եւ հետո հաջորդ հարցը ունեմ։ Ով է սրա մասին ձեզ բարձրաձայնել, որ այս խնդիր կա։ 8:26 րոպեի Իվետա Տոնոյանն է գրել, լրագրողներն են գրել, ես այդ ժամանակ դատարանում կալանքի նիստի էի, նորություններ էր անընդհատ գալիս հեռախոսիս մեջ, որ բոլորը բարձրաձայնում են, զինվորականները շարունակում են քվեարկել։ Պարոն Օրբելյան, ես իմ խոսքում ամբողջ եղելությունը ներկայացրեցի։ Որ եղել է ահազանգեր, ավելին մենք նույնիսկ ամսի 8-ին, երբ որ այդ իմ ասուլիսից էի կտոր ներկայացնում, այդ ժամանակ նույնիսկ ասել ենք, որ այո կա խնդիր եւ խնդիրը պիտի գնահատենք։ Եվ գնահատել ենք եւ որոշում ենք կայացրել։ Հիմա այստեղ խնդիրը, այսինքն խնդիր չի եղել մենք
Չէ, ասել եք ուղղակիորեն, այն վերջնական ակտով, որ պետք է գնահատենք հաստատ իրավական գնահատական է ստանալու։ Մի հատ փաստաթուղթ էլ տարածեմ։ Սա երկու ընտրատարածքային տեղամասային հանձնաժողովների անդամներն է։ Այդ որ ասում եք ԿՊ-ն է մեղավոր, սրա համար է ասում։ Երկուսի հանձնաժողովին էլ նշանակել է ԿՊ-ն։ Երկուսի հանձնաժողովի նախագահները խոսել են հանձնաժողովի ինչ որ մի փուլում խոսել են նախագահի հետ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ։ Խնդիր չի տեսել, բարձրաձայնված է, որ այդտեղ պահանջել են, որ բաց թողնեն։ Հարցս հետևյալն է։ Այս գործընթացում, որ զինվորները մտել են եւ քվեարկել են, ԲՀԿ-ն որևէ անելիք ունեցել է թե ոչ։ Այս իրավախախտման մեջ որևէ մեղավորության, գոնե պստիկ աստիճան ԲՀԿ-ն ունեցել է թե ոչ, եւ արդյոք կար գործողություն, որ ԲՀԿ-ն կարող էր իրագործել, որը չի իրականացրել այս գործընթացների երկու տեղամասերում տեղի ունեցող իրավախախտումները կասեցնելու ուղղությամբ։ Ինչ կարար անել հավելյալ։ Հարցեր։ Ոնց ուզում եք, եթե տեղից բարձր դատարանը թույլ կտա, ու այդ հանձնաժողովի անդամները բացի նրանից, որ ԿՊ-ն նախագահն, ինչպես գիտեք, ԲՀԿ-ն չունի նշանակած անդամ որևէ ձևով, ինչքան էլ մենք պնդենք դրանք անկախ անդամներ են, ինչ են, ամեն դեպքում ԲՀԿ-ն չի ունեցել հնարավորություն ավելի արեստավարժ մասնագետ նշանակի, ով որ կկարողանար որպես հանձնաժողովի նախագահ խնդիրը լուծել։ Պարոն Օրբելյան, ԲՀԿ-ն չի ունեցել հանձնաժողովի անդամ, որտեղ ընտրական օրենսգիրքը ասում է, որ հանձնաժողովի անդամ նշանակում է խմբակցությունները եւ ընտրատարածքային հանձնաժողովը։ Դրա դեպքում ձեր ներկայացրած մի դեպքում նախագահ ԿՊ-ից է, քարտուղարն է Հայաստան խմբակցությունից, մյուս դեպքում էլ էլի նախագահ։ Այսինքն պատիվ ունեմից կա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից եւ Ճիշտ է։ Իմ հարցը ինձ թվում է վերջի հարցն է կիմատալու միջև Իմ հարցը հետևյալն է բարձր դատարան։ Ասում եմ ԲՀԿ-ն տվյալ իրավախախտման տեղի ունենալու հետ կապված կամ խոչընդոտելու որևէ հնարավորություն ուներ կամ մեղավորություն ունի թե չէ։ Այսինքն ինչ որտեղ կա պնդում, որ ԲՀԿ-ն ինչ որ բան արել, որ դուք ուզում եք ելեք։ Պարոն, պնդում չկա, հարց եմ տալիս ընդհանրապես բարձր։ Ասեմ, ես ուզում եմ հասկանամ, այսինքն ինչ կապ ունի ԲՀԿ-ն այս կոնկրետ տեղամասում տեղ ունեցած ԲՀԿ-ն է սրա հետ։ Պատասխանը եղավ։ Հա, կապ չունի, հասկացանք։ Այսինքն մի հատ հարցի հնարավորություն էլ ունեմ, թե Մի հարցի հնարավորություն ունեք, չնայած ձեր հարցերը ճիշտ ասած։ Չէ, ես մեկ էլ շարունակ Մի 3 րոպեվա մեջ պետք է տեղավորվենք։ Բարձր դատարան հաջորդ հարցը հետևյալն է։ Նոր կարող է տպավորություն լինի, թե կրկնվում եմ, բայց հարցը հետևյալն է։ Եթե 3 չեմ ասում, 2 ընտրատաղամասերում անվավեր չճանաչվեր։ Կամ լավ, բերեք ուրիշ հարցն որ արա գլնի։ Որևէ այլ միջամտության խնդիր, որ ինչ որ մեկը ուղղորդել է ԲՀԿ-ին քվեարկել, որ այնտեղ ինչ որ ձևով ԲՀԿ-ն ակտիվ է եղել, որ այս զինվորները ուղղորդված ԲՀԿ պետք է քվեարկեին, նման տեղեկատվություն ունեք, տիրապետում եք։ Պարոն Օրբելյան, տվյալ տեղամասերում քվեարկության օրինականությունը գնահատվել է այն արձանագրությունը, որ կա Գրանց Համատյանն, այն բողոքներով, որը հնչել են այդ քվեարկության, այսինքն ամսի 7-ին, ամսի 7-ից հետո եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամբողջ այդ բողոքներին տվել է իրավական գնահատական, այստեղ որևէ առնչություն չունի ԲՀԿ-ն։ Բարձր դատարանը կգնահատի, այսինքն առնչություն չունի, ֆիքսեցինք այս հարցը, որ որևէ մեղավորություն, որ ուղղորդում ա եղել չունենք։ Բարձր դատարանը այդ դեպքում հաշվի առնի, եթե ոնց հասկացա ժամանակը ընդմիջման սպառվեց, ուղղակի խնդրեմ ինձ կհուշեք ընդմիջումից հետո ինչքան ժամանակ եմ ունենալու զուտ Մոտավորապես 50 րոպե։ Շատ լավ։ Ընդմիջում մինչև ժամը 19:00։